Ես իմ անդիմադիրներին կոչ եմ անում բոլորին, որ մենք չգնանք Նիկոլ Փաշինյանի թելադրած օրակարգով ընտրությունների։ Բոլոր նախադրյալները կան աշխարհի ամենահաջողված, հաջողակ ազգը լինելու։ Մենք ունենք անկախ պետականություն, բայց մենք չենք ապրում այնպես, ինչպես պետք է ապրեն անկախ ժողովուրդները եւ ազատ ժողովուրդները։ Չեն միավորվում իրենք փոքր ավելի դժվար այդպես բաներով հավաքելով ձայներ, իրենք ընդհանրապես օգնելու են իշխանությանը։ Ամենակարևոր բանը, երբ որ քաղաքական ուժերը պետք է անեն Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի ընթացքում, դա ճշմարտախոսությունն է։ Բարեկամներ, ողջունում եմ ձեզ, ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային հաղորդումն այն կոչվում է Status Quo։ Այս հաղորդման շրջանակում ես այսօր հյուրընկալել եմ Շանթ Դաշինք կուսակցության նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Շահեն Հարությունյան։ Շահեն, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Նախ ուրախ եմ, առաջին անգամ եմ ձեզ հյուրընկալում այս տաղավարում։ Շնորհակալ եմ հրավերին։ Առիթ եւ պատիվ եմ ունեցել ձեր հայրիկին հյուրընկալելու այստեղ։ Հիմա արդեն սերունդի սերնդափոխություն է տեղ ունենում, այսպես ասած, եւ դուք այդ էստաֆետան կարծեք վերցնում եք ձեր ձեռքը եւ նաեւ պատահական չի, որ Դաշինքում կա ձեր հոր անունը, որը նաեւ եւի ինչ-որ առումով խորհրդանշական է, Շանթի այդ անունը շատ հետաքրքիր է որպես մարդու եւ որպես երևույթի։ Հիմա հույս ունենք Շանթը մեզ մենակ չի թողնի այս պայքարում։ Հա, միանալու է ձեզ։ Չէ, նկատի չունեմ ինչ որ նախընտրական իմաստով, որ ասացիք սերնդափոխություն, այդ համատեքստում եմ ասում, որ հուսանք դեռևս ամբողջական սերնդափոխություն տեղի չունենալ, ընդհակառակը սերունդների համատեղ պայքարը կշարունակվի։ Այո։ Մասնակցելու եք ընտրություններին։ Այո, մասնակցելու ենք։ Դաշինքով թե առանց Դաշինք։ Ձևաչափի մասին կհայտնենք առաջիկայում, երևի թե դեռ վերջնական ժամկետը մինչև ապրիլի 23-ն է թղթերի ներկայացման հետ կապված եւ բնականաբար մինչև 23-ը մենք կներկայացնենք թե ինչպիսի ձևաչափով ենք մասնակցելու ընտրություններին։ Շահեն, ես կուզեի մի փոքր ձեր մտորումները հասկանալ, տարբեր էս քաղաքական վայրիվերումների հետ կապված Հայաստանում երբեք այդ տուրբուլենտությունը չի դադարում։ Կարծեք 90-ականներից սկսել ենք ու վերջը չենք տեսնում, երբևէ չի լինում, որ հանդարտության կամ որոշակի կայունության փուլ մտնենք եւ հասկանանք, թե մենք ինքներս մեզնից ինչ ենք ուզում, մենք ինքներս մեր դեմ ենք, մեր թշնամիներն են մեր դեմ, մեկ երկուսն իրար հետ են։ Հիմա ինչպես եք տեսնում Հայաստանը որ ուղղությամբ է գնում։ Նկատի ունեք ներքին առումով թե արտաքին։ Ամեն ինչը եւ նա փոխկապակցված է։ Շատ վատ ճանապարհով է Հայաստանը գնում, որովհետեւ գիտեք, նշում ենք, որ անդադար ցնցումային փուլերով ենք մենք ապրում, անցնում արդեն 30 տարուց ավելի անկախությունից ի վեր։ Սա նրանից է, որովհետև մենք ճիշտ մտածողություն չունենք։ Մենք ունենք անկախ պետականություն, բայց մենք չենք ապրում այնպես, ինչպես պետք է ապրեն անկախ ժողովուրդները եւ ազատ ժողովուրդները։ Մենք ապրում ենք ասես թե պարսկական կամ թուրքական, ռուսական տիրապետության տակ գտնվող մի ժողովուրդ կամ որևիցե մի տիրապետության տակ գտնվող ժողովուրդ։ Մենք չենք ձևավորում ինքնուրույն մտածելակերպ, մենք չենք ձևավորում քաղաքական մտածողություն եւ հետեւաբար մեր բոլոր քայլերը, սկսած մեր առօրյա կյանքում, չգիտեմ, կենցաղում եւ վերջացրած միջև պետական քաղաքականություն, մենք վարում ենք ոչ ճիշտ մտածողությամբ արդյունքում ձևավորված քայլերով։ Բայց ինչպես է ստացվում, որ այդպես ճիշտ չենք մտածում, մենք խելացի, աշխատասեր, հազարամյակների պատմություն ունեցող առաջին քրիստոնյա, թվում է թե բոլոր նախադրյալները կան աշխարհի ամենահաջողված, հաջողակ ազգը լինելու։ Բայց այստեղ մի հարցադրում պետք է անենք, ձեր նշած հանգամանքները արդյոք հենց դրանք են, որի շնորհիվ մենք պետք է ամենահաջողվածը լինենք։ Լինել առաջին քրիստոնյա, դա եմ ասում, ես կարող եմ ցանկը շատացնել, կրճատել, ավելացնել, բայց այսինքն ասեմ մենք մեր մասին լավ կարծիք ունենք ու մենք միշտ ներկայանում ենք աշխարհին որպես սա, ամեն մեկը մի ձևով, բայց փաստացի գետնի վրա մեր հաջողությունները չի ասի, որ շատ այդպես ակնառու են։ Աշխարհի պետություններին հետաքրքիր չի դու առաջին քրիստոնյա ազգն ես թե չէ, դու քեզ խելացի համարում ես թե չէ։ Գոյություն ունի համաշխարհային քաղաքականություն եւ մենք բոլորս նկատի ունենք պետությունները եւ ազգերը եւ ժողովուրդները մաս են կազմում այդ համաշխարհային քաղաքականությանը եւ մեծ պատմությանը։ Մենք ինչպիսի ներդրում ենք ունենում պատմության տարբեր ժամանակահատվածներում։ Մեր այդ հազարամյակների պատմությունը, որ նշում եք, այո, եղել են ժամանակներ, երբ որ մենք մեծ նշանակություն եւ ներդրում ենք ունեցել համաշխարհային քաղաքականության եւ պատմության մեջ։
Եղել են ժամանակներ ընդհանրապես Լուսանցքից դուրս են մնացել։ Խնդիրը դա հարցը դա չէ, թե աշխարհում ենք ինչ դերակատարություն է։ Մենք ինքներս մեզ համարում ենք խելացի, ճիշտ է։ Լավ։ Եվ ինչպես է ստացվում, որ լինելով կարող ենք ավելացնել տարբերելի հատկանիշներ, այդքանով հանդերձ մեզ մոտ այդ հաջողության պատմությունները քիչ են, թե աշխարհում ենք ինչ ենք արել, դա ինչպես են մեզ նայում, առաջինն են նայում, վերջին քրիստոնյանան, դա մասին չենք խոսում։ Մենք մեր ներքին բանի սխալ արժեքների մասին է։ Ես օրինակ կարծում եմ, որ հաջորդը այդ քնել խելացի ժողովուրդ չի։ Որովհետև կյանքն ու պատմությունը հենց դրա մասն է վկայում։ Մենք այո, դա երբ որ ասում եմ խելացի չի, դա չի նշանակում, որ անհատ մարդիկ խելացի չեն։ Այստեղ կարևոր մի նրբություն կա, երբ որ քիչ առաջ նշեցի, որ մենք ապրում ենք ոչ հարիր, ինչպես պետք էր ապրել ազատ եւ անկախ ժողովուրդը անկախության պայմաններում։ Սա քաղաքական մտածողության մասին է։ Կարող է կենցաղում խելացի են, կարող է մասնագիտական առանձին ոլորտներում խելացի են, բայց սա չի նշանակում, որ դու քաղաքականացված ազգ ես։ 18-19-րդ դարից սկսած համաշխարհային պատմության ընթացքը ցույց է տալիս, որ այլևս աշխարհում գործում են պետություն եւ ազգ համադրությունները։ Ոչ ժողովուրդ, ազգային գիտակցությամբ ձևավորված ժողովուրդ, որը արդեն պետք է դառնա, որ ազգ ներկանա որպես ազգ։ Մենք հեռու ենք ազգ լինելուց։ Ազգը պետք է ունենանք ընդհանուր պատկերացումներ, մշակութային եւ ոչ միայն։ Ինչու՞, բայց ինչու՞ չունենք։ Որովհետեւ անկախությունից հետո Հայաստանի իշխանությունները պետք է իրականացնեին քաղաքական դաստիարակություն ժողովրդի նկատմամբ եւ ժողովրդից վերածեին ազգի, քաղաքական ազգի, որովհետեւ գիտեք, պարտադիր չի, որ մարդը անպայման քաղաքականապես կրթված եւ դաստիարակված լինի։ Սա բարի լավ իմաստով եմ ես ասում, բայց պետությունները նրա համար են, որպեսզի իրենց պետության հայրերի իշխանությունները, այո, նախ եւ առաջ իրենք հասկանան ինչ է քաղաքականությունը, ինչ է պետությունը, ինչ է ազատությունը եւ անկախությունը, եւ պետական քաղաքականության միջոցով սերունդներին դաստիարակեն այդպես, որպեսզի մշտապես իշխանության գնան եւ ձգտեն մարդիկ, ովքեր հասկանում են այդ ամեն ինչի կարեւորությունը եւ արժեքը։ Փորձենք հասկանալ այսօրվա արդեն գետնի վրա տեղի ունեցող իրադարձությունները։ Տարբեր վարկածներ կան ընտրությունների հետ կապված, գերիշխում է երկու հիմնական վարկածը, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվելու է, վերընտրվելու է եւ այդտեղ կասկած չկա, դրա մասին վկայական որոշակի հարցումներ, նաեւ ինչ որ առումով նաեւ իրենց վստահությունը, նաեւ գործընկերների, ընդհանրեն արևմտյան գործընկերների, ինչու՞ չէ նաեւ ռուս գործընկերների, եթե իրենք պայմանավորվում են հունիսին հանդիպել, ուրեմն ինչ-որ մի բան կա։ Ոմանք համարում են, որ ոչ, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բավականին ցածր է, կամ ամենացածրն է, պատմական ամենացածրն է, եւ Նիկոլ Փաշինյանը որևէ գոնե ամեն դեպքում վերընտրվելու, այսինքն անցնելու մեծամասնություն կազմելու հնարավորություն ունի, բայց ոչ սահմանադրական մեծամասնություն, ոչ 50-ից ավել, ոչ անգամ 40։ Դուք որ ճամբարին եք պատկանում։ Մեր ճամբարին։ Ձեր ճամբարին, լավ։ Մեր ճամբարում, գիտեք, պայքարն է, նաեւ ընտրապայքարը, ու այո, մենք տեսնում ենք, որ այո, Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վարկանիշը շատ ճգնաժամային է, բայց սրանից ուղղակի հետևություններ չեն կանում։ Գիտեք, որովհետև երբ տեսնում ենք երկու այդ բևեռների պայքարը կեղծիքով եւ ոչ ճշմարտությամբ, սա վկայում է այն մասին, որ ամեն ինչ անում են, որպեսզի 2021 թվականի ընտրությունների սցենարը նորից կրկնվի 2026 թվականին։ Ամենակարևոր բանը, երբ որ քաղաքական ուժերը պետք է անեն Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի ընթացքում, դա ճշմարտախոսությունն է։ Առանց ճշմարտախոսության հնարավոր չի տարբերվել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, հնարավոր չի այս իշխանությունը փոխել։ Նախ եւ առաջ պետք է ժողովրդի հետ ազնիվ լինել, անկեղծ լինել եւ խոսել ճշմարիտը։ Նայում ենք այդ երկու բլոկավորումներին, այդ ճամբարներին։ Տեսնում ենք, որ իրար չզիջող հակա քաղաքագիտական, ընդհանրապես պետությունից քաղաքագիտություն դուք եք ասում, որ Հայաստանում մենք այդպես չձևավորեցինք։ Բայց դա եմ էլի ասում։ Հետո խափելը մնում է միակ գործիքը, միակ արտարժույթը։ Այո, պոպուլիզմը, խափելը։ Լսում ես քաղաքական ուժերի ելույթները ոչ մի էական բան չեն խոսում ժողովրդի դաստիարակության, կրթման մասին, էական բան չեն խոսում արտաքին քաղաքականության մասին։ Մեկը նայում ես վախի եւ սպառնալիքի, պատերազմի սպառնալիքի տակ ուզում է քվե ստանա, մյուսը ուզում է տնտեսական ինչ-որ բարենորոգումներ իրականացնել, աշխատատեղեր սարքի եւ ձայներ ստանա։ Ու այդպես շարունակ կարող ենք հազար ու մի բան թվել։ Լավ, քաղաքականությունից, պետության քաղաքականությունից ծրագրեր, խոսքեր, արդյոք կան թե չկան։
նայում ես հարցազրույցները հարց են տալի արտաքին քաղաքականության մասին, հարցի պատասխանը ներքին տնտեսական բարեփոխումների մասին է։ Այս մարդիկ հավակնում են փոխել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Դա ազնիվ չէ, դա ճիշտ չէ։ Չէ, բայց այստեղ նաև տրամաբանական հարցի առաջան, բայց դուք ինչպես եք պատրաստվում փոխել իրեն։ Գիտեք, երբ որ մեզ հարց տան դուք հարցակ արտաքին քաղաքականությունից, մենք չենք պատասխանի ներքին տնտեսական բարեփոխումներից եւ աշխատատեղերի ստեղծումից։ Այսօր համաշխարհային քաղաքականության մեջ տեղի ունենում բեկումնային իրադարձություններ։ Եվ մենք պետք է հասկանանք Հայաստանը այդ իրականության մեջ որտեղ է տեղավորվում, ինչպիսի կարգավիճակով։ Վարում է առանձին ինքնուրույն արժանապատիվ քաղաքականությունը, թե դառնում է այս ու այն կողմերի ձեռքի գործիքը։ Մենք այս դրա մասին խոսելու ենք, բարձրաձայնելու ենք, թե ոչ։ Ես վստահ եմ, որ ուժերը, որոնք ուզում են իրապես հասնել արդյունքների, եւ գլխավոր արդյունքը պետք է լինի այս իշխանությունների հերացումը, հենց այս մասին պետք է բարձրաձայնեն, խոսեն ու պատմեն, թե իրենք Հայաստանը ապագայում որտեղ են տեսնում։ Այսօր աշխարհակարգ է փլուզվում եւ ձևավորվում։ Ու մենք ընկած ենք ինչ որ ներքին, չգիտեմ, խլվրտոցների ու այնել շատ վատ խլվրտոցների մեջ։ Լավ, պետությունը որպես անկախ միավոր միջազգային դիրք ունեցող, մենք որտեղ ենք տեսնում։ Դրա համար գիտեք, դա էլ մյուս կողմից գալիս է էլիտայի, այսպես ասած, բանից, էլիտա իրենց կոչեն գոնե ճակերտների մեջ, մի կողմից աշխարհի ցնցումային բաների մեջով են անցնում, մյուս կողմից իրենք չգիտեմ ինչ են իրականացնում եւ իրենք են թելադրում փաստորեն այսօր քաղաքական օրակարգը, այդ թվում նաեւ ներքաղաքական, ներընտրական օրակարգը։ Ես իմ անդիմադիրներին կոչ եմ անում բոլորին, որ մենք չգնանք Նիկոլ Փաշինյանի թելադրած օրակարգով ընտրությունների։ Որն է։ Այո, գնանք այդ կենցաղային հարցերը։ Պոնչիկ պերաշկի ուտելը եւ կուկուրուզ ուտելը, չգիտեմ, ու այս մակարդակի ընտրության գնալը ես հատուկ է անում դա։ Այո, եւ դրա համար ես կոչս, հորդորս խնդրանքը բոլորին չգնալ այս ճանապարհով, չգնալ այս կենցաղային ընտրական օրինակով կամ թելադրանքով, որովհետեւ այստեղ մենք պրոբլեմ կունենանք, որտեղ իրենից լավ ոչ մեկ չի անելու ինչ որ ինքն անում է։ Այդ պերաշկի չի ուտի։ Ինչ։ Իրենց լավ պերաշկի ուտող չկա։ Այդ հանրային կերպով։ Պերաշկի ես եմ սիրում ու վստահ եմ շատերս սիրում ենք տունը ուտում ենք բոլորս։ Բայց այդ ասում եք ընտրական process-ը եւ այդ մակարդակի անցկացումը բնականաբար շատ հեռու է նորմալ քաղաքական process-ից եւ նորից եմ կրկնում հորդորս բոլորին չտրվենք Նիկոլ Փաշինյանի օրակարգին, այլ գնանք ճշմարիտ քաղաքական ճանապարհով։ Առաջիկայում լինելու են բանավեճեր, ես այդ բանավեճերի մասեր եմ ասում, պետք է Նիկոլ Փաշինյանը իր կենցաղային օրակարգով իզգոյի կարգավիճակում ունենա։ Պետք է ինդիմադիր ուժերը, եթե անգամ իրար դեմ բանավիճում են, պետք է բանավիճեն քաղաքագիտությունից, պետք է բանավիճեն պատմությունից, միջազգային քաղաքականությունից ու միջազգային հարաբերություններից։ Պետք է բոլորը ասեն, թե իրենք որտեղ են տեսնում Հայաստանը ապագայում, ինչ կարգավիճակով։ Որտեղ եք տեսնում շան Հայաստանը։ Հայաստանը մենք տեսնում ենք անկախ կարգավիճակում բոլոր դեպքերում, առանց որևիցե մի երկրի եւ կամ կայսրության գործիքի կարգավիճակի։ Հայաստանը պետք է ունենա ինքնուրույն դա լավ ցանկություն է, իսկ ինչպես հասնել դրան, երբ որ Հայաստանը ձեր ասածը ճիշտ կլիներ, այսինքն ճիշտ է ինքն իրանով որպես աքսիոմա, ճիշտ է Հայաստանը կամ որևէ երկիր պիտի մաքսիմալ քիչ կախվածություն ունենա կամ այնքան կախվածություններ ունենա, որ կարողանա հավասարակշռել եւ ինքն էլ նաեւ ազդեցություն ունենալ այլ երկրների վրա, հետեւաբար եթե միակողմանի են կախվածությունները, դա որպես զենք կարող են օգտագործել եւ նաեւ քեզ թույլատրել, բայց այդ դեպքում պիտի դու ուժեղ լինես։ Հիմա ինչպես ուժեղացնել Հայաստանը։ Եթե մենք ունենք ոչ այդքան զես պատրաստ հանրություն, քաղաքական դաշտը ըստ էության պարակտված է եւ էլի ավելի շատ դաշնակիցների փնտրտուքների մեջ են եւ երրորդ քաղաքագիտությունից եւ պատմությունից բավականին հեռու։ Հետեւաբար ինչպես ձևավորել այդ Հայաստանը, որը կկարողանա իրեն դիրքավորել այդքան ուժեղ։ Մեր կարգախոսը եւ մեծ նախընտրական փուլի կարգախոսը եւ դա ոչ միայն նախընտրական, մեր սրտի կարգախոսը միշտ երբ չի լում երկուճար խնդիրը գտնում են հնար։ Այստեղ գիտեք հիմա կասեք ես ռեալ հարց եմ տալի, ուղիղ հարց եմ տալի ու ինչ որ գաղափարական բան ես պատասխանում։ Իրականում մեր պատմությունը ցույց է տալիս, որ մշտապես նման ծանր դրություններ միշտ եղել են։ Ավելի ծանր դրություններ են եղել։ Հիշենք 1918 թվականին, երբ որ ցեղասպանությունից ընդամենը 3 տարի անց մենք գնացել ենք եւ մայիսյան հերոսամարտեր ենք ունեցել եւ անկախ պետականություն ենք հիմնել։ Հիմա նորից նույն ծանր իրավիճակն է եւ ժողովրդի մեջ կա, մեր հայ ազգի ժողովրդի մեջ կա այն շերտը, ես վստահ եմ դրանում եւ մենք վստահ ենք դրանում, որ
այս ծանր ու պատասխանատու ժամանակ ճիշտ ընտրություն կկատարի։ Եվ ճիշտ ընտրությունը ամենևին էլ քաղաքական ուժերի եւ կամ կուսակցությունների մասին չէ։ Ճիշտ ընտրությունը մտածողության մասին է։ Այո, հայ ժողովուրդը հիմա գտնվում է անտարբերության մեջ, մարդիկ կորցրել են հույս ու հավատը։ Բայց մենք վստահ ենք, որ երբ ժողովուրդը հասկանա, որ իր յուրաքանչյուրի ապրելակերպից եւ կամ քայլից եւ կամ ընտրությունից կախված է լինելու Հայաստանի վաղվա օրը, մենք չենք ունենալու այն պատկերը, ինչ որ ունենք այսօր քաղաքական դաշտում։ Մենք հասկանում ենք, որ վաղվա օրը պիտի կապի ենթադրենք Փաշինյանի խաղաղության օրակարգի հետ։ Ինքը այդպես է հասկանում։ Ես հիշում եմ 2023 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններին աննախադեպ ցածր մասնակցություն է տեղ ունեցել Երևան քաղաքում, որի արդյունքում որի պայմաններում անգամ քաղաքացիական պայմանագիրը ստացել է 32% թե 33% ձայն, կոալիցիայով բանով ինչ որ մի կերպ նա կարողացել է Երևանում ձևավորել իշխանություն եւ դա այն դեպքում այո եւ ոչ ընդհանրապես 21 թվականից հետո Կապան համայնքում Շանդաշինք կուսակցությունը Գևորգ Փարսյանի գլխավորությամբ հաղթել է շատ մեծ տարբերությամբ 70-30% հարաբերակցությամբ Տաթև համայնքում նույնը եւ ընդհանրապես շատ երբ որ մենք տեսնում ենք պարլամենտական ընտրություններին հաջորդող ընտրությունները մենք տեսնում ենք որ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտվել է ուղղակի այստեղ մի հատ այլ հարց կա երբ որ հայ հասարակությունը տեսնում է ասելով լավ Նիկոլ Փաշինյանը չլինի ել ում ընտրենք ելով գա ես ուզում եմ հիշեցնել որ երբ որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներն էր եւ մենք պայքարում էինք այդ իշխանության դեմ որտեղ մենք կարծում էինք որ Հայաստանը պետք է ավելի լավ ճանապարհով գնա ավելի լավ կառավարվի ավելի լավ երկիր պետք է ունենանք այդ ժամանակ էլ շատերն ասում էին լավ Սերժ Սարգսյանը չլինի ով լինի եւ շատ ես լսել եմ այդ մասին հենց հայրս էլ է պատմում որ յուրաքանչյուր իշխանության յուրաքանչյուր ղեկավարի օրոք միշտ այդ խոսակցությունը կա հիմա նույնը կա եւ ես կոչ եմ անում հասարակություն եւ հույս ունենք որ մենք դուրս ենք գալու այս ոչ միտեղ չտանող ճաբանից փակուղուց ով լինի շատերը կարող են լինել թող գնան ընտրության եւ ընտրեն իրենց պատկերացումների եւ իրենց սրտի տեխնացուին ում որ տեսնում են որ կարող է այս մարդը դուրս բերել երկիրը այս իրավիճակից շատերի մոտ կա մոտեցում ներողություն թատելու համար որ ուղղակի ժամանակի խնդիր ունենք որ ձեր ասածը իրականություն կարող է դառնալ եթե ընդդիմությունը իր տարբեր դրսևորումներով միավորվի քանի որ եթե չեն միավորվում իրենք շատերը դիտարկում են որպես ձայն փոշիացողներ միգուցե ոչ թե հատուկ միտումնավոր են դա անում որ գնան ձայն փոշիացնել փաստացի այդպես է ստացվում որ փոքր ավելի դժվար այդպես բաներով հավաքելով ձայներ իրենք ընդհանրապես օգնելու են իշխանությանը բայց եթե միավորումը չկա իսկ այդ միավորումը դեռ մենք չենք տեսնում ստացվում է որ Փաշինյանը վերընտրվում է չէ դրան չի ընդհանրում որ Փաշինյանը վերընտրվում է Նորից եմ կրկնում, ընտրապայքարը դեռ արժևում է ու մենք ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը չվերընտրվի։ Բայց մյուս կողմից գալով առաջին մասին հարցի, այո, ընդդիմությունը պետք է ոչ միայն պարակտված չլիներ, այլ ընդհակառակը պետք է այդ դադարեցնի հիմա այդ փոխհրաձգությունը ինչ որ տեղի է ունենում։ Չեն դադարեցնում։ Մյուս կողմից էլ գալով մյուս մասի ասում են ընդհանուր միավորում։ Լավ, ում հետ միավորվենք։ Հա, փորձել ենք ու հիմա էլ ին վերջո Շանդաշինքը ուժը Հայաստանի հետ ունեիք այդպես ինչ որ մենք մեր քաղաքականությունը այո միասին ելույթ եք ունեցել այո միասին թվեր քաղաքական նախաձեռնության հետ է մեր կուսակցությունը համագործակցում եւ այդպես էլ մասնակցելու ենք ընտրություններին այո մենք փորձել ենք իհարկե շատ մարդիկ մեզ միացել են միավորումներ ուժեր այս միասին թվերի գաղափարը արդեն կայացած գաղափար է բայց այստեղ շատ կարևոր հանգամանք։ Միշտ այդ թեզը կա, ոնց որ ասում եք, էլի այդ փոշիացման հետ կապված որ կա այդ թեզը։ Մյուս կողմից էլ ասում են դե միավորվեք։ Լավ, ասենք մեր գաղափարական պատկերացումները, սկզբունքները, ինչպես կարող ենք մի կողմ դնել ու միավորվել միայն կարճամետրաժ, կարճաժամկետ։ Բոլորն էլ այդպես է, բոլորն էլ ունեն ինչ-որ մի պատճառ չմիավորվելու։ Արդյունքում շահում է իշխանությունը, որովհետև X, Y-ը, Z-ը ասում են դե ենթադրենք ես ոնց միավորվեմ Պողոսի հետ, որը ժամանակին էս բանը։ Ես ոնց միավորվեմ այս մեկի հետ, որը ենթադրենք չեմ Ռուսաստանի շահերն է առաջ տամ։ Ես ոնց միավորվեմ սրա հետ, որ Արևմուտքի շահերն է առաջ տամ։ Արդյունքում ինչ է իշխանությունը ուղակի դուրս է գալիս այդպես սպիտակ սմոքինգով ձեռնոցներով եւ ուղղակի այդպես հաղթում է ընտրությունը։ Ես կարծում մենք հիմա խոսենք այն դիրքերից, երբ որ մենք արդեն ունենք միավորում։ Այսինքն Շանդաշինքն էլ միասին թվեր քաղաքական նախաձեռնությունը Արման Թաթուանի առաջնորդած ի վերջո մի կողմ են դրել որոշ հանգամանքներ, որոնք էական նշանակություն չունեն սկզբունքների եւ մնացածի հետ կապված։ Այդ տարական այդ անձնական ամբիցիաները մի կողմ դրված են այստեղ։
Բայց գիտեք, ես չեմ կարող ճանապարհ անցնել մարդկանց հետ, ովքեր մեծ մեղավորություն են ունեցել Հայաստանի այս իրավիճակի հետ կապված։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանի որպես քաղաքական գործիչ կամ այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցության գոյությունը այս ամեն ինչից հետո նաև այս ամեն ինչում մասնաբաժին ունեն նախորդ իշխանությունները։ Լավ, այս ամեն ինչը կներեք, օգից չի եղել ու մի հատ բայց այլ ձեռը տալիս Փաշինյանին, որովհետև ձեռնտու է։ Բաժանիր եւ տիրիրը, բաժանիր եւ տիրիր հայտնի սկզբունքը եւ նաև մյուս կողմից ձեռք է տալիս այն ընդդիմադիր դասավորվածությունը, ինչը որ իր դեմ կա։ Շան 3 բան կարող եք նշել, որ դուք ըստ ձեզ ֆունդամենտալ տարբերվում եք Փաշինյանի մոտեցումից ենթադրենք ներքաղաքական հարցում եւ արտաքին քաղաքական հարցում, ու Արցախյան հարցում, խաղաղության հարցում, Ադրբեջանի հետ հարաբեր, Ռուսաստանի հետ հարաբեր կա 3 տարբերություն հստակ, որ դուք ասենք 180 աշանով տարբերվում եք։ Գիտեք, Փաշինյանը վերցրել է բոլոր թեզերը եւ օգտագործում է բոլոր ժամանակահատվածներում։ Այո, մենք կողմ ենք խաղաղությանը, դա քննարկելի երևույթ է, բայց այն նվաստացումը, ինչը որ բերում են Հայաստանի նկատմամբ, սրանք կողմնել, սա ամենամեծ եւ ֆունդամենտալ տարբերությունն է։ Մենք այսօր տեսնում ենք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան պահանջներ են ներկայացնում Հայաստանի նկատմամբ, այս արա սահմանադրությունը փոխի, այս մի բանը արա, այն մի բանը արա, Հայաստանի իշխանությունները հլու հնազանդ կարգավիճակով իրականացնում են։ Այն որ մենք տարիներ, տասնամյակներ շարունակ դեմ ենք եղել այդ նույն կարգավիճակին, ինչ որ Ռուսաստանից է եղել, այդ կախյալ կարգավիճակին, հիմա էլ գումարվել է ադրբեջանա-թուրքական կախյալ կարգավիճակը։ Ինչ է նշանակում փոխել սահմանադրությունը այլոց մասնավորապես Ադրբեջանի այլոց պահանջով է։ Ինչպես անենք, որ մարդիկ հասկանան, որ դա Ալիևի կոնկրետ հստակ գիծն է։ Դե, գիտեք, այդ մեր, եթե մենք ուզում ենք քիչ առաջ դրա մասին խոսում ենք, եթե հայ ժողովուրդը ուզում է իրապես ունել անկախ պետություն, ապրել ազատության պայմաններում, այլ ոչ թե այս կամ այն վասալի կարգավիճակում, ինչ որ եղել է 1000 տարի, ուրեմն պետք է ճշմարտությանը նայ ուղիղ աչքերով։ Եթե ուզենա մարդը տեսնի իրականությունը, հաստատ տեսնելու է, որ այդ ամեն ինչը գալիս է Ալիևի պահանջմունքից, որտեղ մեր մեջ դրված է այդ բանը, որ մենք ոչ մեկի վասալը պիտի դառնանք, նոր հանգիստ գլուխներս կախ գործ անենք։ Դե դա հենց սա մասն է, ոնց մենք բարձրացնենք մարդկանց մեջ այդ ինքնագիտակցությունը, ազգային այդ հպարտությունը, ես բառը քիչ եմ օգտագործում, արժանապատվությունը, այդ նախանձախնդրությունը, այսինքն արտնացնել իր մեջ այդ ինստինկտը եւ անկախ լինելու եւ ուժեղ լինելու եւ չլինելու սրա նրա անկախնից թե որ բևերի վասալն է, չլինելու երկու հիմնական տարբերակներ դրա համար կա կամ պետական դաստիարակությունը եւ պետական քաղաքականությունն է, որը մի տեսանք մի կողմից տապալվել է, մյուս կողմից այն աղետները, ինչը որ մեր գլխին եկել է։ Դրապես կամ համակարգված ձևավորում են ազգ հստակ արժեքներով, սկզբունքներով, չէ։ Դա պետական քաղաքականություն է տասնամյակների։ Մենք ընտրություններ ունենք ուղղակի մեր առջև, էլի։ Կամ մյուս կողմից դրա բացակայությունը, դաստիարակության համակարգային մոտեցման բացակայության պատճառով ստանում են ազգերը պետ ժողովուրդները աղետներ, ինչը որ մենք ստացել ենք Արցախի կորուստ, Հայաստանի տարածքների օկուպացիա, մի խոսքով այն ամեն ինչ որ տեղի ունենում, կամ այն նման աղետալի իրավիճակներում հասարակությունը սթափվում է։ Սթափվում է եւ հասկանում է, որ 30 տարի մեր պարագայում մենք բաց ենք ունեցել։ Ու այսօր ժամանակն է այդ բացը լրացնելու։ Ու այդ բացը միայն թալանի եւ կոռուպցիայի մասին չէ։ Այդ բացը մեր մտքերի մասին է։ Մենք արդյոք նորից եմ կրկնում, ուզում ենք ապրել արժանապատիվ, ազատ եւ անկախ։ Եվ ձեր պատասխանը ո՞ր է, մենք ուզում ենք ապրել այդպես։ Այդ շփումները ձեզ ինչ են ցույց տալիս։ Այո, ժողովրդի մեջ նկատելի են այդ փոփոխությունները։ Ի վերջո գալիս է մի սերունդ, որը դուրս է խորհրդային պատկերացումներից եւ մտածողություններից, միշտ առիթ է եղել այդ մասին խոսելու։ Եվ հիմա տեսնում ենք, որ նոր սերունդը, որը ես նոր սերունդ ասելով նկատի չունեմ բոլորին, սերունդի մեջ կա մի ուժեղ հատված, մի ուժեղ շերտ երիտասարդների մեջ, որոնք այո, կարծում են, որ Հայաստանը պետք է լինի ազատ ու անկախ։ Եվ իրենք հասկանում են, որ պետք է պայքարեն իրենց երկրի համար։ Մենք միշտ ասում էինք մի կարգախոս մեր պայքարների տարիներին, մենք ենք տերը մեր երկրի։ Իրականում սա լավագույնս երևի այդ նոր երիտասարդությունը կարող է հասկանալ, որովհետև իրենք ծնվել են անկախ երկրում եւ հիմա իրենց համար շատ դժվար է։ Օրինակ ես ծնվել եմ անկախության պայմաններում եւ ես ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել նոր խորհրդային միություն եւ կամ նման մի միություններ։ Բայց երբ որ մենք խոսում ենք ավակ սերնդի հետ, շատերն անգամ ասում են, դե սովետի ժամանակ լավ էր։ Ասում ինչով էր լավը։ Տուն էինք ստանում, աշխատում էինք, այստեղ է խնդիրը, երբ որ մենք ազգային արժանապատվությունը որտեղ էր։ Որտեղ էր անկախությունը, երբ որ դու ազատ մարդ ես, այլ ոչ թե մի երկրից վասալական կախվածության մեջ։ Բայց այստեղ մի փոքր պարադոքս կա, գցակ ժամանակի խնդրում ենք, բայց խորհրդային տարիներին
նույն հայկականությունը եւ հայկական մտքի մշակույթ, գիտություն եւ այլն մենք հանճարներ ունեցանք, որը մենք չունեցանք անկախության տարիներին, ինչքան է դա պարադոքսալ է։ Դա դրա մասին չի, որ խորհրդային միությունը լավն էր, կամ դրա մասին չի, որ նա կայսրություն չէ։ Դա նրա մասին է, որ մենք տապալեցինք, բայց նա լավը չդարձավ։ Այո, խորհրդային միությունը կայսրություն էր, ուժեղ ու ամուր կայսրություն էր, գաղափարական հենքեր ունեցող, եւ մենք որպես կայսրության ժողովուրդ օգտվել ենք այդ հնարավորություններից եւ ունեցել ենք նման մեծանուն մարդիկ։ Եվ մեր խնդիրն է, որ անկախության պայմաններում ձախողել ենք այդ մեծանուն մարդկանց շատացումը ասենք կամ անկախության պայմաններում այդ մարդկանց ծնունդի համար պայմանների ապահովումը։ Մենք այս միջավայրում ներողություն, մենք այս միջավայրում ոչ մի սպորտային, մշակութային, տնտեսական, քաղաքական ոչ մի հաջողություն մենք աշխարհում չենք կարողացել ապահովել։ Մենք այսօր այս խոսակցական ասենք գլուխ են գովում մարդկանցով, որոնք մեծ հաշվով ձևավորված չեն հայկական մշակութային եւ կամ իրականության պայմաններում, նրանք դրսի օրինակ Շարլ Ազնավուրը ինքը ֆրանսիական դպրոցի հետևորդն է կամ մշակույթի կրողն է, այո մենք գլուխ ենք գովում, բայց եւ ինչ խնդիրը որ մենք ենք տապալել անկախության Համբարձումյան, ունեցել ենք Սարյան, ունեցել ենք Մինաս, խորհրդային կայսրություն, այո, կարելի անվերջ թվարկել։ Դա խոսում են մասին, որ մենք որպես ազգ ունակ ենք տալու նման մարդկանց։ Այստեղ խնդիրը կանում է նրանում, այո, թե կայսրությունը կամ պետությունը, որի կազմում դու գտնվում ես, պետական քաղաքականություն է իրականացնում, այո, քո ազգը ունակ է տալու նման մարդկանց։ Եվ հիմա էլ է ունակ մեր ազգը տալու նման մարդկանց։ Բայց արդյոք մեր պետությունը ցանկանում է դա։ Արդյոք Հայաստանի այս 35 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ մենք ուզում էինք։ Եթե մենք ուզեինք, մենք հերոստատեսության գիտնականին չէինք ծաղրի, դասախոսին չէինք ծաղրի, ուսումը չէինք ծաղրի։ Ընդհակառակը մենք խրախուսեինք ուսումը, սպորտը եւ նմանատիպ բաներ։ Շահեն, շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հուսով եմ սա մեր առաջին, բայց ոչ վերջին հանդիպումն է։ Եվ հեռուստատողներին եմ շնորհակալություն հայտնում մեզ ժամանակ տրամադրելու եւ հետեւելու մեր աշխատանքներին շարունակեք հետեւել Եվրամեդիան։ Մենք այսօր հյուրընկալեցինք Շանթ Դաշինք կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանին, ձեզ հետ քաղաքագետ Գեորգ Մելիքյանն էր, հաջողություն ձեզ։